Պարոն Փաշինյան, դուք պահքի մեջ եք, ներողություն որ հարցնում, պահում եք, գիտեք, որ ավագ շաբաթն է եւ քրիստոնեական օրացույցում ավագ շաբաթը առանձնահատուկ նշանակություն ունի։ Քրիստոսը ներեց մարդկանց, Հիսուս Քրիստոսը ներեց մարդկանց, մենք էլ պետք է ներենք մեր մերձավորներին, դուք երևի թե ինձնից լավ գիտեք։ Հնարավոր է, որ դուք ներեք 18-ամյա երիտասարդին, որը հուզական ֆոնի վրա ինչ-որ քայլ էր արել եւ նախաքննական մարմինը այնուամենայնիվ չի կարողացել հիմնավորել, որ դա կազմակերպված սադրանք է եղել ձեր նկատմամբ որևէ քաղաքական ուժի կողմից։ Ձեր թիմակիցները, մասնավորապես Վեդու համայնքապետը հրճվանքով արձանագրում է, որ այդ երիտասարդն իր վերջին զանգը անցկացնելու է ճաղերի հետևում։ Դուք լինելով քրիստոնյա մարդ, ով սիրում է եկեղեցին, գնում է եկեղեցի, այդ օրը գնացել էր եկեղեցի, որպեսզի աղոթեր եւ ըստ էության հաղորդություն ստանար։ Հնարավոր է, որ պահքի այս շրջանում դուք ներեք այդ երիտասարդին։ Շնորհակալ եմ։ Կարծում եմ դուք թյուրիմացության մեջ եք, որովհետեւ ես որևէ մեկին որևէ բանում չեմ մեղադրել, որ հիմա էլ ներեմ։ Ես որևէ մեկին որևէ բանում չեմ մեղադրել։ Ես ինչ կապ ունեմ այդ ամեն ինչի։ Այսինքն ես ունեմ Արգելից ես որևէ մեկին որևէ բանում չեմ մեղադրել ու չեմ մեղադրում, որ հիմա էլ ներեմ։ Թեման շարունակելով ընդհանուր